Բարև ձեզ, խոսենք սիրտ-թոքային վերակենդանացման մասին։ Սիրտ-թոքային վերակենդանացումը միմյանց հաջորդող գործողությունների, հնարքների, բուժական միջոցառումների փոխկապակցված շղթա է, որի նպատակը հիվանդի կյանքը փրկելն է սրտի հանկարծակի կանգի դեպքում։ Սրտի հանկարծակի կանգը կարող է ունենալ երկու ելք. ավարտվել հանկարծամահությամբ, եթե սիրտ-թոքային վերակենդանացում չի կատարվել կամ սիրտ-թոքային վերակենդանացումը արդյունք չի տվել, կամ սիրտ-թոքային վերակենդանացման արդյունքում հաջողվում է վերականգնել սրտի աշխատանքը և հեմոդինամիկան։ Սիրտ-թոքային վերակենդանացումը ենթադրում է գործողությունների հստակ հաջորդականություն։ Առաջինը՝ սրտի հանկարծակի կանգի վաղ ախտորոշում և օգնության կանչ։ Երկրորդը՝ վաղ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, դրանցից են կրծքավանդակի կոմպրեսիաները։ Երրորդ՝ վաղ դեֆիբրիլյացիա։ Եվ չորրորդ՝ հետվերակենդանացման միջոցառումներ։ Սիրտ-թոքային վերակենդանացում անցկացնելիս պետք է կատարել իրար հաջորդող հետևյալ գործողությունները. Քայլ առաջին՝ ապահովել սեփական և տուժածի ապահովությունը։ Երկրորդ քայլ՝ ստուգել տուժածի գիտակցությունը։ Երրորդ քայլ՝ ապահովել շնչուղիների անցանելիությունը։ Կատարվում է հետևյալ կերպ. երբ որ ստուգեցինք հիվանդի գիտակցությունը և համոզվեցինք, որ այն բացակայում է, անհրաժեշտ է տուժածին շրջել մեջքի և կատարել գլուխը ներքև, կզակը վերև հնարքը։ Չորրորդ քայլ՝ ստուգել շնչառության առկայությունը։ Զննել, լսել, զգալ հնարքի միջոցով։ Զննել կրծքավանդակի շնչառական շարժումները, լսել շնչառական աղմուկները, զգալ օդի շարժումը։ Պուլսի առկայությունը ստուգելու վրա չի կարելի ժամանակ կորցնել, եթե փրկողը բուժպրոֆեսիոնալ չէ։ Այս դեպքում, եթե գիտակցությունը և շնչառությունը բացակայում են, ախտորոշվում է սրտի կանգ։ Եթե փրկողը բուժպրոֆեսիոնալ է, պուլսի առկայությունը ստուգելու վրա թույլատրվում է ծախսել 5 վայրկյանից ոչ ավել։ Քայլ 5-րդ. կախված է ախտորոշումից։ Եթե տուժածը չի պատասխանում, բայց շնչում է, սրտի հանկարծակի կանգը բացառվում է։ Տուժածին անհրաժեշտ է տեղափոխել կողքի ապահով դիրք։ Այն դեպքում, երբ շնչառությունը և գիտակցությունը բացակայում է, ախտորոշվում է սրտի կանգ։ Այս դեպքում, եթե դեպքը տեղի է ունեցել հիվանդանոցից դուրս, անհրաժեշտ է զանգահարել շտապ բժշկական օգնություն։ 6-րդ քայլ. Եթե դեպքը տեղի է ունեցել հիվանդանոցում կամ այնպիսի վայրում, որտեղ առկա է ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր և փրկողները 1 հոգուց ավելի են, փրկողներից մեկին պետք է ուղարկել դեֆիբրիլյատորի հետևից։ 7-րդ քայլ. սկսել կրծքավանդակի կոմպրեսիաները։ Կոմպրեսիաների հաճախականությունը պետք է լինի մոտավորապես 1 րոպեվա մեջ 100 կոմպրեսիա, իսկ խորությունը 5-ից 6 սանտիմետր։ Քայլ 8-րդ. Եթե փրկողը բուժպրոֆեսիոնալ է կամ տիրապետում է արհեստական շնչառության տեխնիկային, անհրաժեշտ է այն իրականացնել։ 30 կրծքավանդակի կոմպրեսիա, 2 շնչառություն փոխհարաբերությամբ։ Քայլ 9-րդ. Երբ դեֆիբրիլյատորը առկա է և փրկողների քանակը 1 հոգուց ավելի է, անհրաժեշտ է ամրացնել դեֆիբրիլյատորի էլեկտրոդները տուժածի ռիթմը գնահատելու համար։ Այդ ընթացքում այն փրկողը, որը կատարում է կրծքավանդակի կոմպրեսիաները, չպետք է դադարեցնի նրանց կատարումը։ Քայլ 10-րդ. Գնահատել ռիթմը։ Այդ նպատակով էլեկտրոդները ամրացնելուց հետո հիվանդին պետք է չկպնել 5 վայրկյանի ընթացքում և այդ ժամանակ գնահատել ռիթմը։ Այն դեպքում, երբ առկա է փորոքների ֆիբրիլյացիա կամ փորոքային տախիկարդիա, անհրաժեշտ է դեֆիբրիլյատոր։ Իսկ ծանր բրադի արիթմիաների և ասիստոլիաների դեպքում դեֆիբրիլյատորի կիրառումը նպատակ չունի։ Քայլ 11-րդ. Եթե գրանցվել է դեֆիբրիլյացիա պահանջող ռիթմ,
մի փրկողը կատարում է կրծքավանդակի մերսումներ, մինչև մյուս փրկողը լիցքավորում է դեֆիբրիլյատորը։ Եթե դեֆիբրիլյատորը միափուլ է, այն պետք է լիցքավորել մինչև 360 ջոուլ, եթե երկփուլ է, մինչև 200 ջոուլ։ 12-րդ քայլով անհրաժեշտ է կատարել առաջին դեֆիբրիլյացիան։ Առաջին դեֆիբրիլյացիայից հետո պետք է անմիջապես շարունակել սիրտ-թոքային վերակենդանացումը և չծախսել ժամանակ ռիթմի գնահատման համար, քանի որ նույնիսկ եթե ռիթմը վերականգնվել է, սրտի կծկողական ֆունկցիան դեռ բավարար չի վերականգնվել և ունակ չէ ապահովել ադեկվատ հեմոդինամիկա։ Քայլ 13. Երկրորդ դեֆիբրիլյացիա կատարվում է այն դեպքում, եթե ռիթմը չի վերականգնվել 2 րոպե հետո և դրանից հետո տրամադրվում է 5 վայրկյան ժամանակ ռիթմը որոշելու համար։ Երրորդ դեֆիբրիլյացիան նույնպես կատարվում է 2 րոպե անց, եթե ռիթմը չի վերականգնվել և նույնպես ծախսում ենք 5 վայրկյան ռիթմը որոշելու համար։ Քայլ 14. 3 դեֆիբրիլյացիաներից հետո, եթե ռիթմը չի վերականգնվել, անհրաժեշտ է սկսել դեղորայքային բուժում։ Ադրենալին 1 մգ ներերակային կարելի է կատարել 3-ից 5 րոպե հետո։ Ամիոդարոն 300 մգ ներերակային առաջին ներարկման ժամանակ և մի քանի րոպե անց ամիոդարոն 150 մգ ներերակային։ Ամիոդարոնի ալտերնատիվա է լիդոկաինը 100 մգ ներերակային տարբերակով։